Իդեպ հունիսի 2-ին պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով ըստ իր մեկնաբանության թոշակի է անցել, իսկ ըստ մամուլում տարածված տեղեկությունների Փաշինյանի պահանջով է դիմում գրել։ Հատկանշական է, որ Հովհաննիսյանը, ով հրամայում էր նռնակներ նետել քաղաքացիների վրա Փաշինյանի աթոռը պահպանելու համար, ով փակում էր քաղաքացիների ճանապարհը, որպեսզի Փաշինյանը անարգել կարողանա հասնել օպերայի շենք, նույն Փաշինյանի հրամանագրով ազատվել է ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև ոստիկանությունում ծառայությունից առհասարակ։ Իդեպ Հովհաննիսյանը բացառություն չէ, նրա ճակատագիրը կիսում են Փաշինյանին հլու հնազանդ ծառայած շատ-շատերը։ Ինչպես օրինակ SMS-ով պաշտոնից զրկվածներ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը։ Վերջինն իդեպ Փաշինյանին համեմատում էր Հիսուսի հետ, բայց ՔՊ-ից հեռացվեց ամենախայտառակ ձևով։ Չմոռանանք իհարկե էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ով պաշտոնից զրկվեց եւ հիմա էլ քրեական գործով է անցնում։ Հանուն Փաշինյանի ապօրինություն անելը չի նշանակում, թե Փաշինյանը նրանց նկատմամբ ապօրինություն չի անի։